Պարոն Չարչյան, նախ ինչպես եք վերաբերվում, ինչպիսին է ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումներին, իշխանություն, եկեղեցի այս տարված հարաբերություններին։ Խիստ բացասական։ Ինչի, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը, հայ պետականությունը կանգնած է գոյաբանական խնդրի առջև, լինել թե չլինելու առջև է կանգնած։ Եվ այսօր իշխանություն եւ եկեղեցի հակամարտությունը միայն խարխլում է մեր պետականության հիմքերը։ Անկախ նրանից, թե ում կողմից է դա խրախուսվում եւ ում կողմից է դա այդ կրակի վրա լիուղ լցվում կամ բենզին լցվում, չգիտեմ ինչպես ուզում ենք ասենք, դա խարխլում է մեր պետականության հիմքերը եւ խարխլում է մեր ազգային արժեքների հիմքերը, խարխլում է մեր ազգային ինքնությունը։ Ինձ համար շատ ցավալի է տեսնել սա եւ ինձ համար շատ ցավալի է ընկալել, որ հասկացություն պետության, իշխանության եւ եկեղեցու միջև չկա եւ իշխանությունները հակասահմանադրորեն ապօրինի փորձում են մտնել նաեւ այս դաշտ։ Արդեն խոսում են կաթողիկոսի կողմից վեհարանը ազատելու, այսպես ասենք, ըստ Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջի մասին։ Գիտեք, չպետք է ուշադրություն դարձնել այն բաներին, որը որ մեր ուշադրության արժանի չեն, այն խոսույթներին, որոնք որ արժանի չեն մեր ուշադրությանը։ Չպետք է ուշադրություն դարձնել վայրահաճություններին, ում կողմից էլ որ դա չարվի եւ միշտ պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով՝ մոռանալ հերոստրատին։ Բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է քաստինգ արդեն հայտարարել, փորձում է ազատել վեհարանը։ Իսկ ինքը կարող է դա անել։ Բայց արդեն կոչ է, չէ՞, անում ժողովրդին։ Շատ բան է անում, իսկ ով իրան լսեց։ Ով լսեց, կոչ էր անում մյուս կրոնական միավորներին, բոլոր կրոնական միավորները միաբերան, միանշանակ ասեցին, որ չեն միանա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին։ Միգուցե դրա հետ է կապված, որ արդեն բոլորտորեն է ստատուս չի գրում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, այդպիսի տեխնոլոգիա կա, որ փորձում են օվերտոնի պատուհանը բացել, տեսնել կկարողանան, թե չեն կարողանա։ Երբ որ տեսնում են, որ մի թեթև ուժը կարող է հաղթել իրենց ուժը, մի թեթև ատամը կարող է գցել, փորձում են առաջ գնալ։ Բացեցին օվերտոնի պատուհանը, տեսան, որ հայ առաքելական եկեղեցին եւ ներքուստ եւ ժողովրդի կողմից շատ կուռ է, շատ միահամուռ է, տեսան, թե ինչ էր կատարվում օդանավակայանում, երբ որ ասեղ գցելու տեղ չկար, վեհապարին գիշերը ժամը 2-ին դիմավորելու ժամանակ, երբ որ տեսան, որ իրենց այս ապօրինի գործողությունների, անհիմն գործողությունների հետևանքով եւ պատարակների մասնակցությունը կրկնապատկվել է, եռապատկվել է, ես երեք պատարակի էի Մայրաթոռում, Մայրաթոռի տաճարը, մայր տաճարը ամբողջովին լի էր եւ ասեմ, որ Մայրաթոռի ամբողջ տարածքում բազմահազար ժողովուրդ կար։ Տեսեք, այսինքն դուք կարծում եք հարցն է արհեստական, օրինակ, որ որոշ հոգեվորականներ ըստ իշխանության ուսակրոնության ուխտը խախտել են, թե առհասարակ նման բան չէր կարող լինել։ Գիտեք, ես այդ ուսակրոնության ուխտը խախտելուն ընդհանրապես չեմ ուզում պատասխանել, որովհետեւ դա աշխարհիկ տիրույթում չէ։ Դա մեր եկեղեցական տիրույթում է եւ թող իրենք իրենց միջ որոշեն այդ ուխտը խախտել են թե չեն խախտել եւ այդ ուխտը խախտելու համար ինչ պատասխանատվություն պետք է ենթարկվեն։ Դա իմ մտքի տիրույթում չէ։ Դա սոսկ եկեղեցական տիրույթում է։ Մենք գիտենք, որ դուք վեհապարի բավականին մտերիմ եք։ Ես եկեղեցապատկան, ես Իզմիլյան հիվանդանոցի միակ բաժնետերը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, իսկ ես եկեղեցապատկան կառույցի ղեկավար եմ։ Այնքանով որ մեր մտերմությունը այո խոնարհվում են վեհապարի առջև, որպես հայ
առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ, որպես օծյալ կաթողիկոս, որպես մարդ, որը որ ահռելի մեծ աշխատանք կատարեց եկեղեցու համար, նայեք այսօր եպիսկոպոսած դասին, նայեք այսօր հայր սուրբերին, ուսակրոններին, նայեք այսօր եկեղեցուն, մինչև վեհապարի գահակալությունը մայրաթորի տարածքում կար ընդամենը 16 շենքշինություն, հիմա 35 ավելի եւ ավելի զարգանում է։ Մտեք եկեղեցի եւ հիշեք 25 տարի առաջ, 26 տարի առաջ ինչ էր կատարվում։ Լսել եք այդ խոսքը։ Դե գլուխները պատով են տալիս, ասում են, ներողություն։ Ով որ այդպես ասում է, դա իր ես չգիտեմ ով է ասել, ինձ չի հետաքրքրում ով է ասել։ Ա դուք եք ասում, հա որ Նիկոլ, ես չեմ լսել տենց բան, հա Կառավարության ես այդպես բան չեմ լսել, Համաձայնել էին օրինակներ էին բերում։ ով համաձայնվել է ինքը իր մտահորիզոնով է եւ իր գիտակցության սահմաններում է դատում եւ անցալում խնդիրը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ որոշապի անկված կամ կիսանկված եկեղեցիներին, ասեմ ձեզ, որ դրանք գտնվում են ոչ թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, այլ կրթության, գիտության, նախարարության բալանսի վրա եւ պարտավոր է վերականգնել հենց ինքը կառավարությունը դրանք։ Եվ ասեմ ավելին, որ բազմիցս հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմել է կառավարությանը, որպեսզի այդ եկեղեցիները անկված, խոնարհված եկեղեցիները վերցնի իր բալանսի վրա եւ ինքը վերականգնի, սակայն այսպես ասած հասկացություն չի ստացել։ Դրա համար ներողություն, ամեն մարդ թող պատասխան տա իր աշխատանքի տիրույթում։ Պարոն Չավչյան, իսկ ձեր համար հոգևորական եկեղեցու պատասխանը իսմիակ պահես։ Ինձ համար խիստ դրական էր այդ պատասխանը, շատ մտածված, շատ խոհեմ եւ այդ պատասխանի իր մեջ պարունակում էր նաեւ ինչ որտեղ իրավիճակը հանդարտացնելու խնդիր, որովհետեւ ես իմ կյանքի գերագույն դասը ստացել եմ այն օրը, երբ որ փոքրիկ էքսկուրս անեմ, հա, այն օրը, երբ որ վեհապարի անձի դեմ գնդեվազում ոտնձգություն եղավ։ Մենք երեկոյան գիշեր ժամը 10-ին Մայրաթորում սպասում էինք վեհապարին, վեհապարն եկավ, մոտ 2-3 հազար մարդ էր հավաքված։ Եվ այդ ժամանակ մարդիկ ասեցին, որ գնանք քայլերթով Էջմիածնից դեպի իշխանություն, դեպի հանրապետության հրապարակ, դեպի կառավարության շենք, բոլորին հանդարտացրեց, բոլորին վեհապարը խնդրեց, որ հանգիստ լինեն, ապա դրանից հետո գիշերը ժամը 2-ն էր 7 հոգով 7 անձով վեհապարի մոտ թե էինք խմում, ինչ որ մեկը համարձակվեց ասել վեհապար, վաղը հայտարարություն տանք, որ ձեր անձի նկատմամբ այսպիսի բան են արել, ասեց չփորձվեք երբեք։ Մի մոռացեք, որ ես համայն հայության ամենայն հայոց հայրապետն եմ, անգամ այն մոլորյալների, ովքեր որ իմ անձի նկատմամբ այսօր ոտնձգություն են արել։ Այս սա է իմաստությունը, սա է մեծությունը, սա է հայրապետությունը եւ Մայրաթորի վերջին պատասխանը այս ոճով էր, այս դիրքերից էր արված։ Եթե ընտանիքում զավակներից որևէ մեկը ինչ որ չարություն է անում կամ ինչ որ օրինազանցություն է անում կամ զանցանք է գործում, հայրը պետք է մնա իր բարձր մակարդակին, ինչպես դա արվեց Մայրաթորի կողմից, ինչպես դա արվեց հայրապետի կողմից։ Չարչյան ստորից ունեցել եք այս ընթացքում վեհապարի շփում ունենալու եւ առերևույթ բավական հանդարտ է, բայց արդյոք իրապես չի խռովում այս իրավիճակը նայել իրեն։ Գիտեք, վեհապարը նույնպես մարդ է, իր բոլոր հույզերով, իր բոլոր այն ինչ որ բնորոշ է մարդուն անձին, սակայն վեհապարը այնքան մեծ է եւ այնքան իրապես վեհ է, որ երբեք ոչ մեկին ցույց չի տալիս։ Այո, մի քանի անգամ, 3 նույնպես հանդիպել եմ, դրանից մի օր առաջ նույնպես հանդիպել եմ վեհապարին։ Վեհապարը իր բարձրության վրա է եւ իր հանդարտության վրա է եւ իր հույսն է առ Աստված։ Պարոն Չավչյան,
այո, բարև ձեզ։ Մի այսպիսի հարց նախ տարօրինակ է իսկապես որ բժիշկները չեն արձագանքում, որովհետև հաճախ Իսկ ով ասես չեն արձագանքում։ Թույլ տվեք շարունակել, հաճախ են Փաշինյանի ելույթները ոչ adekvat համարել մի շարք մարդիկ, այդ թվում իրավաբաններ։ Ես չեմ կարծում իհարկե, շատերը չեն կարծում, որ ինքը իրեն սրախոփող է անում, բայց մյուս կողմից այստեղ կոչ արվեց նախ բժիշկների կազմակերպել այսպիսի մի քննարկում եւ վերլուծել նրա վարքագիծը արդեն ձեր մասնագիտական տեսանկյունից, մյուս կողմից բժիշկները հասարակության մեջ մտավորականության բարձր շերտ են համարվում, նորակով շերտ են համարվում։ Բժիշկները լինում էին միցինգներին, բայց բժիշկները այսօր ավելի ակտիվ չարձագանքեցին վեհապարքոր դեմ, եկեղեցու դեմ այս զազրախոսությանը եւ արշավին։ Ինչ ասեմ, որոշակիորեն համաձայն եմ ձեզ հետ, այո, համաձայն եմ ձեզ հետ, բայց այն որ ձեր ասեցիք ձեր հարցի առաջի հատվածը, դա ավելի շատ իրավական տիրույթում է գտնվում եւ ոչ բժշկական տիրույթում, որպեսզի կարողանան որևէ մեկին որևէ եզրակացություն տալ կամ որևէ մեկի արարքին բուժական եզրակացություն տալ, բժշկական եզրակացություն, դրա համար պետք է լինի փորձագիտական հանձնաժողով։ Այսինքն Փաշինյանին նրա առողջական վիճակը եւ նրա խոսքը գնահատելու համար պետք է փորձագիտական հանձնաժողով։ Այո, մնացյալ բոլոր եզրակացությունները դրանք գտնվում են անձնական ընկալման տիրույթում։ Այդ հանձնաժողովը, այդպիսի հանձնաժողով պետք է ձևակերպի առողջապահության նախարարությունը։ Դու կարծում եք քաղաքական թիմի անդամ այդ հանդգնությունը կունենա։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ինչու հանուն պետության ու ավելի հանուն հարաբերների, այո։ Չանեք դուք, որովհետև Ով ես Տարոնը Սոնոյան եւ շատ այլ մասնագետներ, ովքեր այդ կարողություններն ու բավարար հեղինակությունը ունեն։ Լսեք, դուք հիմա անցնում եք պրովոկացիոն դաշտ։ Ես չեմ ուզում ձեզ պատասխանել, որովհետև իմ պատասխանը կարող է շատ կոշտ հնչել ձեզ համար։ Ձեզ համար, անձամբ ձեր հարցի համար։ Լավ, իսկ բժիշկները հնարավոր է, որ այսպիսի միջոցառում այն նախաձեռնեն։ Գիտեք, Որպես մտավորականներ, ովքեր հուսահանգստություն ունեն եւ վախեր ունեն պետական 5 օր հետո կազմակերպություն կա առողջապահության կազմակերպիչների հասարակական ՀԿԵ, հա, որը որ 5 օր հետո առողջապահության նախարարության հետ միատեղ շատ արքով, փառքով նշելու է բժշկի միջազգային օրը, ամսի 21-ին է, եթե չեմ սխալվում, հա, եւ գնալու են Գյումրի եւ այլն։ Երբ որ ինձ առաջարկեցին մասնակցել այդ միջոցառմանը, ես ասեցի հաճույքով կմասնակցեմ, սակայն այն դեպքում, երբ որ դուք որոշակիորեն գնահատական տակ ինչ է կատարվում երկրում, որպես հասարակական կազմակերպություն, վեհապարի դեմ մեր իշխանությունների, այսպես ասած, արշավին։ Ինձ ձայնս մնաց ձայն բարբարո անապատի։ Ձեզ կողմված հրավերը ՀԿ-ի կողմից է եւ ոչ թե նախարարության։ ՀԿ-ի կողմից է եւ նախարարության եւ ՀԿ-ի կողմից է։ Ես իրենց առաջարկեցի, խնդրեմ, ես կմասնակցեմ, սակայն այս պայմաններով։ Գնահատեք ինչա կատարվում երկիրը։ Եղբայր, երկիրը գահավիժում է։ Այդ համայնք, այո, այդ համայնքն էլ բավական քաջություն չունի, հարգելի բժիշկ գործընկերներ։ Այո։ Երկիրը գահավիժում է, դուք իրար մեդալ եք տալիս ու թուղթ եք տալիս, ինչ որ պատվոգիր եք տալիս։ Երևի գումարներով։ Չգիտեմ, այդ արդեն բացարձակապես ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ կանգնած եմ։ Ձեր հետ կատարվածից, քաղաքացիների հետ կատարվածից, ինչու են ձեր կարծիքով նույնիսկ մասնավոր կլինիկաների ղեկավարները կամ ավելի բարձր, այսպես մարդիկ գիտական կոչում ունեցող մարդիկ, որոնք իրենց անկախությունը երևի թե ունեն, ինչու են կաշկանդվում կամ վախենում կարծիք հայտնել։ Նրանք ընդհանրապես լուռ են։ Անկախություն ունեն։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Չգիտեմ։ Աշխատացրեք ձեր ուղեղը, միտքը եւ փորձեք գտնել իմ սեփական հեղինակությունը կամ մի
նկատողություն ստանալը կամ պետություն կողմից։ Բայց ինչի մի քիչ նկատողություն ստանալ։ Ձերբակալվելը, կալանավորվելը, մի քանի ամիս ոչինչի համար բանտ նստելը, հետո դատվածություն ունենալը։ Դու կոնկրետ քաղաքականության մեջ եք, կարծիք հայտնելը եւ քաղաքականության մեջ պայքար մղելը տարբեր բաներ են։ Դու կոնկրետ Այդ կարծիք հայտնելու համար կարող են իրենց էլ նստացնել։ Վախը, պրոֆեսոր Եղունյանին կարող են նստացնել օրինակ։ Դից եթե պրոֆեսոր Չարչյանին նստացրեցին, ինչու ոչ պրոֆեսոր Եղունյանին։ Դուք արդեն բավականաչափ շատ հարցեր տվեցիք։ Ես էլ ձեր հարցերին չեմ պատասխանում։ Չէ, խնդրեմ, ձեզ խնդրեմ, բայց իր հարցերի մեջ պրովոկացիաներ կան շատ, ու ես չեմ ուզում այդ դաշտ մտնել, այդ պրովոկացիոն դաշտ մտնել, հասկանում եք, իմ արժե համակարգը լրիվ ուրիշ է, իմ արժե համակարգը շատ ավելի բարձր է, ավելի շատ գաղափարախոսությունն է, փիլիսոփայությունն է։ Այ դուք ներողություն, բայց հիմա կոշտ ասեմ։ Դուք հիմա շատ անգրագետ հարց տվեցիք, որովհետև եթե չլինի գաղափարախոսություն, եթե չլինի փիլիսոփայություն, եթե չլինի արժե համակարգ, բնականաբար երկիրը կտապալվի։ Այդ երկիրը տապալված է։ Սրանից մեծ գաղափարախոսություն հանուն պետության կրթության է գնում։ Այո, այդ գաղափարախոսությունը պետքա մտնի մեջը, որ գնան։ Եթե չլինի այդ գաղափարախոսություն, եթե այդ արժե համակարգը չլինի, ոչ ոք չի գնա։ Պետք է ձևավորել արժե համակարգ, պետականամետ ազգային արժե համակարգ։ Ինչ որ այսօր մենք անում ենք իմիջայլոց, ասեմ հայոց տնով, մենք ստեղծել ենք հայոց տուն, թույլ տվեք խոսել, հա մի ընդհատեք, երբ որ դուք հարցը տալիս եք, ես ձեզ չի ընդհատում։ Այսօր մենք ձևավորել ենք հայոց տուն գաղափարախոսական արժե համակարգային հարթակը, որով որ մենք փորձում ենք պահել արժե համակարգերը, որոնք Արժե համակարգից եք խոսում, բայց տեսեք նույն վարչապետի տիկինը նույն բառերով խոսում է, ստատուսներ է գրում ու մարդկանց ովքեր կարծիք են արտահայտում։ Ջանս, ինձ վարչապետի տիկնոջ խոսույթը չի հետաքրքրում։ Բայց շատ քաղաքացիների, եթե ձեզ չի հետաքրքրում, դա էլ է։ Ինչ է ձեզ դուր է գալիս այդ խոսույթը, այդ Քաղաքացիների շատերին, եթե նայեք, կոմենտներում շատերը պաշտպանում են եւ սատարում են այդ ամեն ինչը, դա էլ արժե։ ամեն մարդ իրանք ունի իր կարծիքն ունենալ, ես այդ քաղաքացիներին ոչինչ չեմ ասում։ Ես ասում եմ, որ հայ ազգը բազմա հազար տարիների պատմություն ունեցող ազգ է։ Ես ասում եմ, որ եղել է պատմական Հայաստան, մենք ունենք մեր մշակույթը, մենք ունենք մեր ազգային ինքնությունը, մեր գենետիկ կոդը եւ այդ ամեն ինչը պետք է պաշտպանել։ Կպաշտպանենք դա, կկարողանանք պահել մեր պետականությունը։ Չենք պաշտպանի դա, պետականությունը թղթի պես անկում կապրի։ Շատերը վախենում են խոսել, արտահայտվել, որովհետև վախենում են քրեական գործերից։ Հիմա իսկ միգուցե գաղափարապես իրենք աջակցում են իրապես, այսինքն ուզում եմ հասկանալ, աջակցում են իրապես, թե հայկական ասացված կա, ասում եմ եզը որ ընկավ, դանակավորները շատանում են։ Ես ավելի քան համոզված եմ եւ ձեր հարցին նույնպես, որ այդ գրողներից շատ շատերը ներքուստ կողմ են այն բոլոր խոսույթին, ինչ որ մենք այսօր ասում ենք, հա, սակայն իրանք ինչ որտեղ վախենում են կամ խուսափում են արտահայտել իրանց ներքինը, իրանց էությունը։ Դրա համար այդ մարդիկ դեռ այսօր լռում են։ Դուք գիտեք, որ 70 քանի տոկոս անտի-ռեյտինգ կա իշխանության նկատմամբ։ Գիտեք, այդ 70 քանի տոկոսը ինչ է անում։ Քանի տոկոսն է այդ 70 քանի տոկոսից գրում կամ ասում։ Քչերը, բայց իրանք չեն համակրում։ Իրանք չեն ընդունում։ Այ ամբողջ հարցը դրա մեջ է։ Հարգելիներս, եթե ես մի հատ լավ առակել ասեմ, հա, Վարդան այգեկցուց 13-րդ դար, կաղզին, որը գնում է պատերազմի, մյուս ասում է ողորմելի, ուր ես գնում, կաղես, երբ որ թշնամին վրա տա չես կարող զենքերը թողնել ու փախչել, զինվորն ասում ով տխմար, ես գնում եմ ոչ թե զենքերս թողնելու փախչելու, այլ կանգնելու, կռվելու եւ հաղթելու։ Այ մինչև այդ հաղթանակի ոգին, այդ հաղթելու ոգին, այդ անգամ կանգնելու, կռվելու
զոհվելու պատրաստ այդ հոգին չլինի, այդ արժե համակարգը չլինի, մենք չենք կարող հաղթել։ Ես առավել քան համոզված եմ, որ հայ ժողովրդի մեջ ինքնապաշտպանության ոգին, հայկական գենի պաշտպանության, հայ ինքնության արտահայտության, հայ մշակութային արժեքների եւ մնացյալ այլ բոլոր արժեքների եկեղեցի, ընտանիք եւ այլն խիստ հիմնավորված է եւ այդ ամեն ինչը չի կարող կոտրվել, չի կարող ոչնչանալ։ Հետևաբար հայ պետությունը, հայ ժողովուրդը, հայ ազգը ապրելու է եւ հարատև